Ողջույն հարգելի հայրենակիցներ, հարգելի Բերման են ենթարկվել Ուժեղ Հայաստան կուսակցության անդամներ եւ համակիրներ, նաեւ կին թեկնածու սոցցանցում հայտնել է կուսակցության անդամ սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Նա նաեւ նշել է, որ խոչընդոտում են փաստաբանների մուտքը, սակայն իրենք շտապում են հակակոռուպցիոն կոմիտե։ Մելոյանը նաեւ դիմել է կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններին կոչ անելով չլռել։ խուզարկություններ են, բերման են ենթարկվել մեր համակիրներ եւ մեր ցուցակի կին ներկայացուցիչ, սա բավական մտահոգիչ է, որ թիրախավորվում են կանայք, բայց մենք արդեն ցույց ենք տվել ու հայ ժողովուրդն է ցույց տվել, որ յուրաքանչյուր մեկ անձի, երբ փորձում եք մեկուսացնել հայրենիքի համար պայքարի ճանապարհից, փոխարենը 10 հոգի համալրում է մեր շարքերը։ Այնպես որ ժողովուրդ ջան, մենք հիմա ուղևորվում ենք հակակոռուպցիոն կոմիտե Մոսկովյան 1 հասցեում, ուղղակի այս պայդրությամբ ահազանգում եմ, որովհետև իրավապահ մարմինները խոչընդոտում են փաստաբանների մուտքը, մեր համակիրները, գործընկերները սպերման են ենթարկվել եւ թույլ չեն տալիս մարդկանց պաշտպանության իրավունքի իրացումը, կարծում եմ տրամաբանական ու հասկանալի է պատճառը։